զգանունը։ Անունս Դանիել Կրկչյան է։ Այսօրվա համար եք հատուկ եկել եւ ինչ զգացողություններ ունեք եւ ամեն տարի հավանաբար դուք այցելում եք։ Գրեթե ամեն տարի կմասնակցեմ այո։ Եվ Փարիզեն գուկամ։ Եվ ձեր կարծիքով ինչն է կարևոր, որ աշխարհը ճանաչի միջազգային հանրությունը ճանաչի ցեղասպանությունը դատապարտի, որպեսզի Թուրքիան էլ պատշաճ հետևություններ անի։ Ինչպես մենք կարող ենք այդ հարցին հասնել ձեզ։ Պետք է ինչպես որ մինչև հիմա կհրաձենք, պետք է շարունակենք, պետք է բոլոր աշխարհը իմանա, տեսնա, լսե, որ մերին գամքը անե եւ օրը անոնքալ պիտի ճանչնան։ Ինչպես որ բանը ֆրանսացիները Ֆրանսա օրենք որոշեցին, հիմա Իտալիայի մեջ նոր օրենք որոշված է, բոլոր աշխարհը պետք է ճանչնա, օրը ճանչենք։ Իսկ Հայաստան վերադառնալու այստեղ ապրելու ցանկություն կա դրսում։ Ինչ պայմաններ պետք է Հայաստանում լինեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր ցանկանում են գան Հայաստան։ Հիմա բան Հայաստանի մեջ բան հեղափոխությունը գոյություն ունեցա, բան մարդիկները բան հույս ունին բան երկրի մեջ է։ Հիմա այսպես շարունակվի եւ Վարշավեդը հաջողի իրեն պոլիտիկը, երասարտները բան ավելի բան թյուրին գնային գմդազեն եւ կվերադառնան։ Այ այսօր Ֆրանսիայում սքոր է հայտարարված, սքոր է հայտարարված Ֆրանսիայում, չէ՞։ Հայերի համար ապրիլի 24-ը նախագահ։ Այո։ Ֆրանսիացիները հայերի հետ միասին սգում են, այսինքն մասնակցում են այդ արարողություններին։ Իսկ գարձեմ, այո, բան հայերը սիրված են Ֆրանսիայի մեջ, շատոնց որ հասարակված են, բան հավորդարի ավելի որ հասարակված են, անմիջոց հարկված են, սիրված են, որովհետև աշխատող ազգը բան գտեսնի իբր աշխատող ազգը բան